Հիմա բաստարի վրա կտեսնեք, թե ինչպես ես իմ ոտքի վրա բացեցի այդ վերքը եւ սկսեցի բուժումը։ Հարկելի ժողովուրդ, ես գուզեմ որ հիմա ցեզի ցույց տալ իմ մեթոդը ինչպես սկսել, որովհետեւ շատ նամակներ ստացա, որոնք ասում են, թե չէին պատկերացնում բանը, ես որոշեցի անձամբ իմ ոտքիս վրա վերքը բանամ եւ ցույց տամ ցեզի ինչպես սկսել եւ ինչպես շարունակել։ Ուրեմն ամենակլխավորը նախ դեղը որոշելն է։ Դեղը որոշելը ես շատ փորձեր եմ ամենտեղ եւ ամենահարմարը եւ ամենաթյուրինը գտել եմ որ այստեղ պետք է լա։ Ուրեմն ոտքի ամենալայն մասեն մի քիչ վերև եւ այս ոսկորեն մի քիչ հեռու, որովհետեւ երբ որ գաբում ենք եւ քայլում ենք, այս գաբը միշտ սահելու հատկություն ունի, միշտ սահում է եւ դեղը չի մնում։ Եթե այս բարձր դեղն մի քիչ վերևն եք դե լավ գբահ եւ չի սահեր։ Ես վարենալ փորձեցի սահեց, վերեն էլ այստեղն են փորձեցի նորեն սահեց, բայց այստեղ ամենալավը եղավ։ Ուրեմն առաջին խնդիրը դեղը որոշելն է։ Ուրեմն ես այստեղ այս ոսկորեն հերու եւ այս բանն մի քիչ վերև, այստեղ է ամենալավ դեղը։ Ուրեմն առաջին կորձը որ պիտի անեք, այստեղի բոլոր մազերը պետք է տրաշեք, այսպես մաքրեք բոլորը, որովհետեւ մազերը չխանգարեն։ Բոլորը մաքրել են հետո, ուրեմն պիտի պատրաստեք այսպիսի մի հատ օղակ։ Խնդիրը օղակի ինչի համար է։ Ես առաջին անգամ որ սկսեցի, սխտորը ձեզում էի, տնում էի այստեղ, որովհետեւ մաշկը հանեմ։ Բայց սխտորը որ ձեզեցի դրեցի մեծ վերք եղավ, որը լավ չէ, հա։ Դրա համար ես որոշեցի այսպես օղակ, ասենք բզդիկ օղակը, այս օղակը գրնակ խանութներեն գտնել, սա բարակուրները գախելու օղակներեն են, պլաստիկ օղակներեն են։ Ուրեմն ասենք բզդիկ օղակը գարնեք եւ մեջը թեփ գտնեք ասենք մեկ կողմը եւ երկրորդ կողմը ճիշտ ասենք թեփ գտնեք եւ այս թեփը գտնեք ճիշտ այնտեղ որտեղ որ որոշել եք վերքը բանալ այստեղ Այսինքն տնել են հետո, ուրեմն մեջը պետք է սխտոր լեցնեք, որ մաշկը քայքայի եւ հանե։ Սխտորն էլ այսպեսի սխտոր ջզմելիք գործիք է, ասա սխտորն է, սխտորը անպայման պետք է շատ թարմլա եւ որակով լա, որովհետեւ մաշկը քայքայելու համար ինքը սխտորի ճուրն է, դրա համար պետք է թարմլա, որ չրալի է։ Եվ գրնակ գործիքին մեջը տնել ու սեղմել եւ վրան եթե սեղմեք ավելի լավ որ ճուր ելալու լան ուղիղ մեջ կերտա ասենք ասենք օղակի ուրեմն մեջ լավ մը գլեցնեք ինչքան որ հնարավոր է Եվ ադոր վրան այսպիսի մի հատ պլաստիկ թերթիկ մը գտնեք, այս պլաստիկ թերթիկի նպատակը այն է, որ սիսերը, սխտորը, ճուրը չձձե, եթե թուղթ տնեք, բան տնեք, գձձե եւ մաշկին օգուտ չի դար, բայց պլաստիկը գբահե ճուրը, սխտորի ճուրը մեջը գբահե եւ ավելի մեծ օգուտ կդա։ Իհարկե սա էլ եթե բզդիկ թեյպերով Պրնեցնեք ավելի լավ է, որ դեղից չսահի։ Ասկանանել են հետո մնում ամյան սապատել, այսպես բանդաժով կարող եք միադել թուղթ տնել, եթե ոյվ է հեղուկ սահելու թուրս ելալու լան է, այս թուղթը գծձե և չից կերվոր ավելի հերու դեղեր երտա, թե չէ հեղուգը եթե հոսին է, այնտեղի մաշկն է գահան է, հարմար չի լեն։ Այսպես տնեք և
Այսինքն շատ երկար փաթթելու եւ ուժեղ փաթթելու գարիք չկա, որովհետեւ երբ որ սխտորը փուչիկ առաջացնում, բալոնը առաջացնում, եթե ուժեղ փաթթած է բալոնը կարող է բայտի, բայց նորեն վնաս չի գա, բայտին է նույնիսկ կարևորը մաշկը հանած պետք է լավ, եթե մաշկը հանած է ուրեմն ոչ մի դժվարություն չկա, կրնակ մաշկը հանել եւ օգտագործել։ Ասիկասպես, ուրեմն այսպես գտողեք առնվազը 4-6 ժամ, երբեմն 8 ժամ, նայած թե սխտորի որագին եւ բանին, մինչեւ 8 ժամ երբեմն գարիք կլինի որտեղ։ Բայց եթե սխտորը լավ չէ, ավելի լավ է 2 ժամը մեկ միան սխտորը հանեք, տարմը թրեք եւ 2 անգամ փոխեք, բավարար է։ Արդեն 6 ժամ հետո ամեն ինչ պատրաստ կլա։ Ես ուրեմն նախորդ արել էի, ասիկա, հիմա ցույց տամ թե ինչ պատահեց այստեղ։ Ես ասիկա ուրեմն 8 ժամ առաջ սկսել էի, որբեսի ցեզի ցույց տամ թե արդյունքը ինչ պիտի լինի։ Ես ինչպես տեսնում եք, սխտորը մեջն է դեր։ Ուրեմն ստեպը գանեք սխտորով եւ օղակը միասին։ Լավ երևում է, հեսա փուչիկի կատարված է արդեն։ Լավ երևում է։ Հիմա առաջին կորձը այստեղ պիտի լա ալկոհոլով, սպիրտով շուրջը մաքրել, որ վերքին ոևէ բան չերտա, միկրոբ չերտա։ Հիմա հաջորդ քայլը պիտի լինի այս փուչիկը գդրել եւ մաշկը հանել։ Իհարկե գդրելու համար ես պետք է սղոց օգտագործեմ, մգրատ օգտագործեմ։ Սղոց։ Մգրատ պիտի, իհարկե մգրատն էլ պետք է ախտահանենք սպիրտով։ Հետո բինցետով ես պետք է մաշկը բռնեմ ու հանեմ, ադալ պետք է ախտահանենք։ Եվ այսպեսով պատրաստ է, հիմա կսկսենք մի հատ էլ թուղթ դագի գոմը գտնենք, որ եթե մեկը օգնականը լան է ձեզ ասանք դագը թուղթը բռնի ավելի ջրին գլա, ես կուլբայից մեջը գտնեմ երևի, որվեսի չուրը չսահի բարերը չերտա։ Ուրեմն այսպես վարի գողմեն մի պզդիկ, եթե ձակ մպանակն է, այսպես կդրեկն է, արդեն չուրը հոսեց կնած։ Եվ այս պինցետով մաշկը կպրնեք ասանք, ասա դես շատ հանգիստ դուրս է գալիս։ Արդեն մաշկը դուրս հանեցի, վերքը պատրաստ է։ Հիմա այս վերքի վրա ուրեմն ես պետք է սիսերը տնեմ եւ գաբեմ, բայց նախքան սիսերը տնելը մի հատ թուղթ պետք է պատրաստենք, որ վրան փակենք։ Այս թուղթը այսպես պիտի լինի։ Ուրեմն թուղթը մեջտեղից պիտի ձալենք։ Այսպես պիտի ձալենք։ Հետո այստեղ մեջտեղը բռնեք եւ այս մասը նորեն ձալեք։ Հետո մգրադով այս անգյունը գլոր գդրեք։ Ինչ եղավ, պացիենտն է, այսպիսի բան ստացվեց։ Հիմա սա նորեն այս ծևի գծալենք ես անգամ, այսպես։ Հիմա ասոր մեջը ես կաղամպ պիտի տնեմ, այս շուգային առնված կաղամպ է։ Երբ որ կաղամպ ասանք պրծնեք տերտիգը, մակուր գոմը այնպես ենք, որ վերքին վրա պիտի կա։ Այսպես, ուրեմն ասոր մեջը պիտի տնենք ասիկը, երկու թուղթին մեջը եւ ձալենք, պաստորեն այս ծագեն գաղամպը պիտի երևա։ Հիմա այս գաղամպը երբ որ տնեմ,
գաղամբը պետք է վերքի վրա կա եւ շուրջի թուղթն էլ եթե որևէ հեղուկ հոսի այդ թուղթը բոլոր գծեզե չթողնի որ վարի գողմերը երթա եւ մարդ քայքայե ուրեմն ասիգա այսպես պիտի լինի սիսերը երբ որ տնեք սիսերը այստեղ սիսերը սուր ձար ունի այս սուր ձարը կարևոր է վերևը տնել վերևի գողմը այսին մսին մեջ թող չմտնա սուր ձարը այս սուր ձարը այսանք եթե տնեք նախքան ես ասալ պատրաստեմ որ չնայած մենակ հնարավոր է ամեն ինչն է բայց օգնականը լա որևէ օգնական ունենաք ավելի թյուրին կգա ուրեմն այսպես այս սիսերը ինչպես է սուր ձայրը թեպի վեր ասանք ուղիղ վերքի վրա բիտրվի որտեղ որ մաշկը հանված է ասենք եւ այս գաղամբով էլ վրան պիտի փակենք այսպես այնպես որ գաղամբը լրիվ վերքի շուրջը փակում է եւ վրան պիտի գաբենք առաջ թեփով բռնեցնենք այսպես այսպիսի թեփեր են ծախում որ ինքը բան է մի քիչ էլաստիկ է ցկվող է 99 խանութները լեցուն կա 99 ցենտ է ուրեմն այսպես վրայից պիտի գաբեք եւ շատ կարեւոր է ինչպես սկսեք որովհետեւ երբ որ մեկ կողմ բռնեք եւ քաշեք կարող է սիսերը դեղից շարժեք գնա դրա համար ինչ կնեք այսպես ցակեք քաշեք հետո վրան դրեք էլ չի շարժվի գաբը եւ նույն դեղում կմնա նա նորեն շատ կարեւոր է եթե դեղից շարժվի սիսերը եւ ցավ կբաճա եւ վերքը կսկսի մեծացնել որ հաջելի բան չէ այս եւ ինչքան ցիկ ուժեղ գաբեք այդքան լավ է որովհետեւ սիսերը նախ պետք է սեղմվի որ մեջը գնա հետո քայլելու բանի ժամանակ չի կանտվիր այս բաներով էլ գրնանք բռնացնել ասիկը այս ամբողջը սկիզբեն մինչև վերջ կատարվեց եւ ասիկա ուրեմն 24 ժամ առաջին 24 ժամը պետք է մնա 24 ժամ հետո սիսերը գանեք նորեն այդ թուղթը գաղամբը կպատրաստեք նոր սիսեր կտնեք մեջը եւ նորեն վրան կզարկեք նորեն կգաբեք առաջին 3-4 անգամը 24 ժամ մեկ պետք է փոխեք եւ իհարկե ամեն անգամ փոխելուց գաղամբը թուղթը պիտի փոխեք սիսերը եւ վերքի շուրջը լավ ալկոհոլով մաքրեք 3-4 օր անցնելեն հետո դեսակ որ շատ հեղուկ է դուրս գալիս այն ժամանակ բան կանեք 12 ժամը մեկ կանեք եւ այդպես կշարունակեք այս ամբողջ պատմությունը